Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ու մենք սենց բաների մասին չենք խոսում, պետք է խոսանք սենց բաների մասին, որովհետև ամեն ինչ բացարձակ ամեն ինչ կարելի է հետաձգել, բացարձակ ամեն ինչ։ Ու միշտ էլ լեգիտիմ պատճառներ կգտնվի։ Շատ լավ։ Հիմա մենք նույնականացման քարտերի հետ կապված պրինտերներ այսօր որոշում կայացնում ենք, եւս երկու հատ պրինտեր ենք բերում, որ նոյեմբերին հասցնենք այդ ամեն ինչը անենք։ Հա? Չէ, մրցույթ այս անգամ շուտ ենք, մրցույթով ենք արել, թե մեկ անձով ենք արել։ Մեկ անձով ենք արել, որովհետեւ հրատապ եւ ժամանակ չկա, որովհետեւ ուշ ենք գլխի ընկել, որ տենց հարց կա։ Լավ, ամեն դեպքում։ Բայց էս է ճանապարհը, մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք բան անենք, էլի տենց։ Էս է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա։ Պետքա գնալ, տեսնել, հանդիպել խնդրին, լուծել խնդրը եւ գնալ առաջ։ Ուրիշ չէ։ Էդ էլ եմ ուզում արդարացիորեն ասել։ Չկա, իսկապես չկա ուրիշ ճանապարհ, որովհետեւ абստրակտ պլանավորումը ուրիշ բան է, այդ абստրակտ պլանավորածը գետնի վրա դնելը բոլորովին ուրիշ բան է։ Եվ դա նորմալ գործընթաց է, այո, մենք ուղղակի պետքա լինենք հետևական, այդքան բան։ Ու գտնենք հետևական եւ ստեղծագործ, կան։ Պետքա ստեղծագործ վերաբերվել հարցերին։ Եվ ես ասում եմ, ինչ որ հայտարարել ենք, որ պետք է անենք, ոչ մի բան չենք կարող ուղղակի հետաձգենք։ Եկեք այն ինչ որ չենք հայտարարել, որ պետք է անենք, եւ պետական բյուջեի ամենատարբեր խորշերում, ասենք պետական բյուջեում էլ կան, էլի, լճակներ կան, ասենց, որ ասենք 40 տարի այդ լճակը արդեն ճահիճ դառած, տենց լռված մնացել է։ Ամեն տարի բյուջետային քննարկումների ժամանակ մենք տասնյակ տողեր ունենք, ընդ որում դրանք պարտադիր տողեր չեն, համոզող ես տենց էլ չեմ կարող գտնեմ մեխանիզմը, ոնց գտնենք այդ լճակները մեր պետական բյուջեի, որ ինչ չլինի, ավելանա, պակասի, իրանք ճահճի մեջ sense նստած։ Հանդարտ ապրում են եւ գիտեն ինչ անեն, որ իրանց ոչ մեկ չնկատի, ոչ մեկ բաց, ոչ լավ ասեն, ոչ վատ ասեն, ոչ մի բան, նույնիսկ չգիտեն, չիմանան իրանց հիմնարկի տեղը ընդհանրապես։ Ես համոզված եմ, մեր երկրում տասնյակ պետական հիմնարկներ կան, որտեղ տնօրեններ կան, որոնք մոտավորապես վերջին 60 տարում խորհրդային միջնա փլուզվել, հետո բան ա եղել, հետո իշխանափոխություններ են եկել, կառավարություններ են եկել գնացել եւ ես համոզված եմ, որ իրանք վերջին անգամ ուրիշ պետական պաշտոնյա տեսել են իրանց նշանակման օրը։ Միջև իրանք մենք իրանց գոյության մասին նույնիսկ չգիտենք, որ տենց հիմնարկներ կան։ Անկեղծ եմ ասում, չէ՞ Գիտեք չէ որ տենց է, բայց խնդրեմն են է, որ հիմա էլ ուզում ենք բանով, ԱՑ-ով, ոստիկանությունով գտնենք այդ հիմնարկները, չենք կարողանում գտնենք։ Այնպես խորը կոնսպիրացիա է, որ չենք կարող։ Գտնենք իրանց բյուջետային տողերը, գտնենք, որ ջնջենք այդ տողերը, չի ստացվում, ոչ մի կերպ չի ստացվում։ Շատ լավ։ Սա կեսկատակ է, բայց ընդամենը կեսկատակ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, կան այլ դիտարկումներ։ Եկեք ավելի լավա պետք չի։ Համեցեք, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Դե ընդհանուր հայտարարագրի համակարգը հիշում եք, որ առնվազն 3 մարմին՝ ֆինանսների նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, առողջապահության նախարարություն, 4 մարմին պետք է ամենօրյա ռեժիմով աշխատել, որպեսզի մատչելի դառնա եւ մատչելի դառնա տեխնիկապես նաեւ, բայց նաեւ կարող է տարօրինակ պետք է սիրելի դառնա մարդկանց համար, որ մարդիկ հասկանան էությունը։ Շատ դեպքերում մարդիկ հակադրության մեջ են մտնում, որովհետեւ բուն էության հետ հաղորդակցվելու հնարավորություններ մենք բավարար չափով չենք ստեղծում։